Դեկտեմբերի 17-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում էին։ Ժամը 20:30-ի սահմաններում նրանց տեսադաշտում հայտնվեց մի տղամարդ, որի տարօրինակ վարքն ու ձեռքին եղած կանացի դրամապանակը գրավեցին բազմափորձ իրավապահների ուշադրությունը։ Մի քանի րոպե տևած հետապնդումից հետո պողոտայի շենքերից մեկի մոտից նրանք ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին կասկածյալին Ռուբեն Բաղոյանին։ Բացատրական աշխատանքների արդյունքում պարզվեց, որ Բաղոյանը ձեռքին եղած դրամապանակը րոպեներ առաջ գողացել էր մի կնոջ պայուսակից։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները շուտով հայտնաբերեցին եւ ոստիկանություն հրավիրեցին նաեւ տուժողին, որի հաղորդմամբ, ինչպես եւ Բաղոյանի խոստովանությամբ, ամբողջացավ եւ հստակեցվեց կատարվածը։ Բաղրամյան պողոտայում կանգ առում սպասում էի տրանսպորտի, տեսա մի տիկնոջ մոտ պայուսակը բաց, որի դրամապանակը երևում էր, տրանսպորտը բարձրանալուց վերցրեցի գաղտնի կերպով եւ իջա։ Եվ 2 րոպե երևի չէր անցել, ես նկատեցի, որ դրամապանակը չկա։ Դրամապանակը ողջ պարունակությամբ առգրավվել է, հետաքննությունը շարունակվում է։ Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1935 թվականին ծնված Հրաչիկ Վարդանյանը, որը հոկտեմբերի 26-ին տնից դուրս է եկել եւ չի վերադարձել։ Վարդանյանի արտաքին նկարագիրն է, հասակը մոտ 165 սանտիմետրնի հարավուն կազմվածքով օվալաձև դեմքով։ Հագին եղել է մոխրագույն կոստյում, կապույտ եւ մոխրագույն վանդակավոր ձմեռային վերնաշապիկ։ Հրաչիկ Վարդանյանը տառապում է ծերունական սկլերոզ հիվանդությամբ։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն Հրաչիկ Վարդանյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության Նոր-Նորքի բաժին։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1965 թվականին ծնված Սերգեյ Բաբլումյանը, որը դեկտեմբերի 16-ին տնից դուրս է եկել եւ չի վերադարձել։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն Սերգեյ Բաբլումյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի դեկտեմբերի 19-ից 20-ը արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը, իսկ ավազակային հարձակման 1 եւ խարդախության 7 դեպքերն էլ բացահայտվել են։ Բացահայտվել է նաեւ գողության 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 1, մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության եւ կողոպուտի 2-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, 1 մարդ զոհվել է, 5 ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178 հոդվածի հատկանիշներով հետախուզվում է Երևան քաղաքի Ավան թաղամասի բնակիչ 1970 թվականին ծնված Սմբատ Ջամալյանը։ Սմբատ Ջամալյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին։ Երթևեկության անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկը հետիոտնի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների անվերապահ պահպանումն է, սակայն փողոցը գետնանցումով կամ գծանշված ուղիակներով հատելու տարրական պահանջը քչերն են կատարում։ Համառ մեծամասնությունը շարունակում է վտանգել իր կյանքն ու առողջությունը, փողոցն անցնել որտեղով ու ինչպես պատահի։ Ոստիկանությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին ձեռնպահ մնալ վտանգավոր երթևեկից։ Դիմում ենք ձեր իրավագիտակցությանն ու օրինահարգությանը, խնդրում ենք գիտակցել, որ երթևեկության կանոնները խախտելով նախ եւ առաջ վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը, չխոսելով արդեն վթարային վիճակների ու երթևեկության խաթարման մասին։ Փողոցը չթույլատրված հատվածներով անցնելն իրավախախտում է եւ պատժվում է տուգանքով, սակայն ոստիկանության խնդիրը տուգանելը չէ, այլ քաղաքացուն պահպանելը, նաեւ իր իսկ հանդեպ ոտնձգությունից, որն արտահայտվում է ճանապարհային երթևեկության, բանականության ու տրամաբանության կանոնների խախտումով։ Զանցանքի ու զանցառուի դեմ ոստիկանական ու վարչական մեթոդները միշտ էլ գործուն են եւ կկիրառվեն, սակայն ոստիկանությունը կոչ է անում գնալ փոխըմբռնման ու փոխօգնության, համակեցության կանոնները միասնական ուժերով պահպանելու ճանապարհով։ Ամեն անգամ փողոցն անցնելիս հիշեք, որ տանը երեխաներ են սպասում։ Հիշեք, որ երեխաներն են տեսնում ձեր խախտումը։ Հիշեք, որ կյանքը շատ ավելի թանկ է րոպե առաջ դիմացի մայթը հասնելու ցանկությունից, շատ ավելի թանկ է ոստիկանի դիտողությունից կամ տուգանքից, որն անխուսափելի կդառնա, եթե սթափվելու եւ տարրական օրինապահության մեր հորդորները մնան անարձագանք։